Սիրելի հայրենակիցներ, շատ է խոսվում աշխատավարձերի, միջին աշխատավարձի բարձրացման մասին, տարբեր համեմատություններ են կատարվում այս թեմայով, բայց շատ կարևոր մի նյուանս բաց է մնում հանրային քննարկման տիրույթից, խոսքը վերաբերում է աշխատավարձերի բարձրացման որակական հատկանիշին կամ դրա սոցիալական բաղադրիչին։ Աշխատող աղքատների կյանքի որակը նախորդ 5 տարիներին նվազել է գնաճով պայմանավորված և սրա հիմնական պատճառներից են աշխատավարձերի անարդար բաշխումը, խորացումն ու ներառականության անարդար բաշխման խորացումը և ներառականության նվազումը։ Հիմա փաստերը պաշտոնական վիճակագրությունից։ Միջին ամսական աշխատավարձը, այո, շեշտակի աճել է 2025 թվականին 21 թվականի համեմատ մաքուր ժողովրդի լեզվով ասած միջին աշխատավարձը, այսինքն առանց հարկերի և պարտադիր այլ վճարների, աճել է շուրջ 80,000 դրամով։ Իսկ նվազագույն աշխատավարձը, այդ աշխատավարձը ստանում են աշխատող աղքատները, աճել է ընդամենը 8,000 դրամով, ներողություն 7,000 դրամով, այսինքն 10 անգամ ավելի պակաս։ Նվազագույն և միջին աշխատավարձերի հարաբերակցությունը այսպիսով 2025 թվականին դարձել է 31%։ Իդեպ սա նվազող միտում է ունեցել, որովհետև 2025-ի դեկտեմբերին այդ հարաբերակցությունը 25% էր։ 2021 թվականին այս հարաբերակցությունը 43% է եղել։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2025 թվականին առողջապահության նախարարության տված նորմատիվներով հաշվարկված շուրջ 80,000 դրամ, այսինքն 5,000 դրամով գերազանցում է նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղը 5,000 դրամով ավել է, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը։ 2021 թվականին 66,500 էր զամբյուղի արժեքը, որը 1,500 դրամով ավել էր նվազագույն աշխատավարձից։ Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 1-ից, ուղիղ 22 տարի առաջ, ըստ որի աշխատավարձերի արդար բաշխումն ապահովելու համար խարտիան վավերացրած երկիրը պարտավոր է, շեշտում եմ, պարտավոր է ապահովել, որ նվազագույն աշխատավարձը պակաս չլինի միջին աշխատավարձի 40%-ից։ Իսկ հիմա արդեն ասեցի, 25 թվականին այդ ցուցանիշը ընդամենը 31% է։ Կառավարության 2021-26 թվականների ծրագրով նախատեսված է նվազագույն աշխատավարձը դարձնել 85,000 դրամ, որի չափը փաստացի հիմա 10,000-ով պակաս է։ Իսկ միջին աշխատավարձի 40%-ը դարձնելու համար միջազգային պարտավորությունը կատարելու նպատակով անհրաժեշտ է, որ նվազագույն աշխատավարձի չափը բարձրանա և դառնա 95,000 դրամ։ Հայկ Մամիջանյան